Նարեջան կասես ովքեր են բացակա։ Այսօր մեր բացական Աղաքիլյան Յաննան է և Տերևոսյան Անդրանիկ։ Շնորհակալություն։ Իսկ ով կհիշեցնի ինչ հանձնարարություն ունեիք, լսում եմ ասա։ Իրային առաջորդների համաձայնագրված դեկորացիոն հարթություն թեմայից առաջորդան 566 և 568։ Տնային աշխատանքից հարցեր, անհասկանալի հարցեր, ով ունի։ Ահա, ասա, բանց։ 567 նարեկոմ։ Ուրիշ, Արիսան ասես նոքիչքի ձեռքերը բարձրացա, ինչ եք խուսափում հարցերից։ Լավ, ես կանխատեսել էի, որ կառաջանա հարց, դրա համար հիմա կանենք իրենա հաստարավություն։ Նախ, ով կհիշեցնի հորիզոնական առանցքը ինչպես ենք անվանում, ասա։ Աբսիսների առանցք կամ իքսերի առանցք, իսկ ուղղահայաց առանցքը, ասա։ Y-ների առանցք կամ օրդինատների։ Ակերեք, շնորհակալություն։ Լավ, հիմա կատարեք հետևյալ հանձնարարությունը։ Ու մոտ է հարցը Վանեսայի չէ, Վանեսա ջան ինքնա բարդ առաջադրանքը։ Ինգալյուր 67 ասա։ Կոորդինատային հարթությունում որ կետում կհայտնի թռչնակը, եթե կոորդինատային հարթությունը սկզբնակետից բան 3 միավոր վերև, ապա 5 միավոր այլ շարժվում։ Թռչկանը որտեղ կհայտնվի, եթե կոորդինատային սկզբնակետի շարժվի, նորից կբարձրացնես ան 3 միավոր վերև, 3 միավոր վերև, եկեք նայեք, 1 հայտնվեց առաջի կետում, չէի գրել, 2, 3 միավոր վերև, նայ հասկանանք, հա, հիմա իր կոորդինատը որն է, x-ը 0, իսկ y-ը 3, չէ, այսինքն 0, 3 կետում, այնուհետև, ապա 5 միավոր աճ։ 5 միավոր աճ, 1, 2, նայեք շարժումը կատարվում է աբսիսների առանցքով, չէ, 3, 4 և 5, որ կետում հայտնվեց, 5, 3, արի գրի Վանեսա, կավի ջրան տախսատ, 5, 3, հիշում եք չէ, առաջինը գրում եք x-ը, երկրորդը y-ը, հիմա ես ասում եմ դու ես շարժում, կոորդինատային սկզբնակետից 3 միավոր աճ և 2 միավոր վերև։ Ինչ կետում հայտնվեց? 3 կետում։ Ահա, գրի։ Նարեկ դու էլ չի հասկացել չէ, այլ խնդրում եմ, բանասա դուրստի։ Խանցի կավիճը։ Նարեկ, մի քիչ կփոխենք առաջադրյալքը մի կողմացի, արդեն էստեղ ինքը 3-2 կետում է։ Եթե շարժվի 1 միավոր ներքև և 2 միավոր ձախ։ Ահա, որ կետում հայ։ Ահա, Սուրեն դել չի հասկացել չէ, անի։ Սուրեն նշված կետնից 4 միավոր վերև, մի կողմ կանգնի, որ մյուսներն է տեսնել, չէ, 4 միավոր վերև, դու քանի միավոր բարձրացել ինքը որ կետում է, մի կողմ կանգնի, այսպես, ինքը սկզբում նայ 1-1 կետում էր, չէ, ահա, նարից, հիմա 4 միավոր վերև, 1, 2, 3, 4 և 3 միավոր աճ։ Որ կետում հայտնվեց 4-5, ոչ թե 5-երորդ, այլ 4-5։ Շնորհակալություն, ասի։ Արի, թրը։ 3 միավոր ներքև, չէ, արի քո առաջադրյալքը փոխենք, լավ, թռչնակը գտնվում է 3-2 կետում, արդեն կոորդինատն ասեմ դուր, 3-2 կետում։
կառուցեք, այսպես ավելի հեշտ է, չէ՞, պատկերացնելը։ Լավ, շնորհակալ եմ ասացուչը։ Լավ, այսօր մեր թեման լինելու է հետևյալը, լավ։ Մենք ինչ գիտենք, մենք կարողանում ենք Դեկարտյան հաղթության վրա նշել տրված կետի կոորդինատները, եթե ունենք կոորդինատները, կառուցենք կետը, չէ՞։ Հիմա այսպիսի մի առաջադրանք, հա, մտածեք, երբ դուք օդանավ տեսել եք, չէ՞։ Օդանավը որ շարժվում է, նկատել եք իր հետևի սպիտակ գիծ առաջանում։ Ի՞նչն է այդ գիծը։ Տեղաշարժնացույց տալի ճանապարհը մեկ բառով ասած հետագիծը, չէ՞։ Ահա, այդ պատկերացրեք, մեր թռչկանն է շարժվելուց այն սպիտակ գիծ գծեր։ Այսինքն ուտեսնեինք, թե շարժումների ընթացքում ինչ պատկեր է ստացվել, լավ։ Այսօր մենք ինչ ենք անելու։ Կետերը կառուցելուց հետո պետք է հաջորդաբար միացնենք ու տեսնենք ինչ պատկեր է ստացվում։ Պարզեք, հիմա մի հատ այսպիսի հոլովակետ նայենք ու անմիջապես վերում կառուցումակետը, լավ։ Հիմա առաջի կետը 1/5 եւ 5/5, այսինքն x-երի առանցքում 1/5 եւ բացրանում ենք վերև մինչև 5/5։ Հիմա ինքնեք վերելյա կետը տեղադրենք։ Ահա 1/5 բարձրացանք մինչև 5/5։ Հաջորդ կետը 0 եւ 3/5 է, կանաչ գույներով ցուցատալի կետերի դիրք։ Բերեք մի փոքր ժամանակը խնայելու համար առաջ տանենք։ Բերեք հերթով կառուցումը։ Այստեղ։ Տեսնենք հաջորդ կետը ինչ է տալու։ 1 մինուս 3/5, այսինքն x-ը 1, y-ը իջա մինչև 3/5-ը։ Մոտավորապես երևում է ինչ պատկեր է ստացել։ Տեսնենք։ Լավ, քանի որ այդ մասին խոսեցիք, իհարկե պատկերներ ունեցի, որ համաչափ է, լավ։ Իսկ այդ դեպքում քեզ կառուցելու համար, եթե օրինակ աջ կողմը արդեն կառուցել է, ձախ կողմը կառուցելու համար, կետը ի՞նչն է փոխվում, x-ը թե y-ը։ Եթե օրինակ այստեղ կառուցում եք 4 եւ 4 կետը, իր համաչափը արդեն որը կլինի։ Մինուս 4, նարեջան եւ 4։ Հիմա մի փոքր առաջ տակ մի անգամից պատկերը տեսնենք։ Հիմա Հա։ Մի փոքր արդեն վերջացին։ Նայեք, արդեն կառուցեցինք, վերջացրեցինք եւ ներկայացրեցինք։ Սա է մաթեմատիկա, այսինքն մենք կարողանում ենք մաթեմատիկայի միջոցով նկարել նաեւ, լավ։ Այս դեպքում նկարեցինք թիքրնիկ։ Հիմա հաջորդ առաջադրանքը ձեր սեղաններին դրված է նախապես դասվածանում է կոորդինատային հարթության աչոս ֆորմատի խտեր, որտեղ Դեկարտյան հարթությունն է, լավ։ Հիմա առաջի առաջադրանքը ունեք 1 րոպե ժամանակ։ Ինչ եք անում, կառուցում եք հետևյալ կետերը եւ հաջորդաբար միացնում եք, լավ։ Տեսնեք ինչ պատկեր է ստացվում։ Նվեր եւ Ժենյա, ձեր առաջադրանքն հետևյալն է։ Ձեր մոտ գծած առանցքները, բայց թվերը տրված չի, լավ, դուք պետք է թվերը դնեք։ Հասկացաք, x-երի առանցքում հիշում եք, սկզբնակետից աջ դրական թվերն են, ձախ բացասական, ահա սկսեք աշխատել։ Ով վերջացրեց, տեսնեն, ինչ պատկեր ստացաք վերջացնողներ, Նարեկ դու ասա։ Դու ինչ ստացար։ Ապրեք, ճիշտ է։ Հիմա հաջորդ առաջադրանքը եւս 1 րոպե ժամանակ ունեք, էլի նույն առաջադրանքն է նույն խտի վրա էլ անում եք։ Նույնի վրա անում եք։ Վերջացնողներ կան։ Ահա, ապրեք, ինչ պատկեր ստացան։ Ոտքի կամի ասեմ։
Հնգանդում, ապրեք, իսկ նվերքու ինչ արեցիք, ապրես, նվերը կարողացավ ճիշտ լրացնել, շնորհակալություն, Ժենյա տեսնեն, Ժենյան է դրականները կարողացավ անի, իսկ հիմա կատարում եք հաջորդ հանձնարարությունը, առաջադրանքը, եթե նկատում եք, ես ձեզ գունավոր թղթեր եմ, չէ՞ բաժանել, այս ձեր ունեցած հարթությունը պտտում եք, մյուս կողմում է չէ՞ կա հարթությունը, այդ հարթության վրա կառուցում եք ձեր թերթիկներում տրված կետերը և հաջորդաբար միացնում եք, ավարտելուց հետո ձեռք եք բարձրացնում, որ տեսնեմ ով ինչ պատկեր ստացավ։ Ժենյան և նվերը, ձեր մոտ երեխաները, արդեն կետերը թվերով ա տված, հերթականություն միացնում եք, այսինքն մեկը երկուսին, երկուսը երեքին, չորսին ու այդպես շարունակում։ Հասկացա՞ք նվերները։ Կան մարդիկ, ովքեր վերջացրեցին, ձեռք եք բարձրացնում, հիմա ես ասում եմ, դուք հերթով ասում եք, ով ինչ պատկեր ստացավ։ Նարեջան ինչ ստացավ։ Հայատար Ն տարը։ Արեն Գոհար Վանեսա Լյովա իսկ նվերքու ինչ տար ստացար Ն տարը Ժենյա դու տեսնեմ ապրես Վարդան ինչ տար ստացար այսինքն ինչ ստացան երեխեք մեզանից յուրաքանչյուրը մեկ-մեկ եք խոսում ասա Այսինքն մենք կարողացանք մեր անվան առաջի ծառը հետևաբար Արանջան չես հասցնում վերջացնես տղես բան չմնաց արդեն վերջացնես ոչինչ մի է ոտքի ձերով այդպես էր ապրես մեր անվան առաջի ծառը հետևաբար մեր ամբողջ անունը նաև ազգանունը կարող եք մաթեմատիկորեն գրել Հիմա պիտի ֆիքսենք հասկանանք ովքեր են, որ առաջինը վերջացրեցին, Արենը և Ասատուրը։ Հիմա ինչ ենք անում։ Արենը և Ասատուրը պետք է ընտրեն խմբակիցներ, որ հաջորդ առաջադրանքը անելու են խմբերով։ Դասարանը բաժանվելու է երկու խմբի։ Խնդրում եմ կանգնեք, մի րոպե ես կասեմ։ Այսպես, առաջինը Արենը վերջացրեց, ուրեմն Արենը կընտրի, երկրորդը Ասատուրը, երկրորդը Ասատուրը կընտրի։ Ուրեմն առաջադրանքը հետևյալն է հիմա ձեր լինելու, դուք պիտի ընտրեք թիմակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որպեսզի ձեր թիմակիցը և համագործակցող լինի, որտեղ խումբը կարողանա հաղթել, և գիտելիքներով զինված լինի։ Արենջան ընտրի։ Յուրիկին, Նարեջան ոտքին նարեր, հենց երորդներ ավարտել եծես, ուրիշ Սուրենին, քանի որ արդեն խմբերի բաժանվեցին, կատարում ենք հետևյալ հանձնարարությունը։ Ստեղծագործում ենք արդեն մենք ինքներս պիտի գրենք կոորդինատներ, որոնք հաջորդաբար միացնելուց հետո պետք է ստանանք պատկեր։ Ամեն խումբ, յուրաքանչյուր խումբ իր համար կներեք այդ Քանի որ արդեն խմբերի բաժանվեցինք, ստանում ենք հետևյալ առաջադրանքը։ Ստեղծագործում ենք արդեն յուրաքանչյուր խումբ, գրում է մեկ պատկերի կոորդինատներ, փոխանցում է հակառակորդ խմբի, որպեսզի կառուցեն ու ստանան որևէ պատկեր։ Այս խմբում վերջին պատկերը նվերը ներկում է, ես հիմա մատիկը փոխանցեմ նվերի, իսկ մյուս խմբում էլ ներկում է Ժենյա։ Լավ։ Սա է Ժենյա։ Սա է նվերի փոխանցեք։ Սկսեցինք, ունեք 2 րոպե ժամանակ։ Որի դուք էլ Արամ, մասնակցեք, դուք էլ մասնակցեք, Աննա, պետք է ծարի ես կողմից մասնակցեք, վերջացրեցին, տեսնեք, այսինքն, մեր առաջի խումբը հանձնարարություն էր տվել երկրորդ խմբի պատկերը սրտիկել, իսկ երկրորդ խումբը առաջին խմբի տված հանձնարարությունը աստղել, կատարվեց ձեր տրված հանձնարարությունները։ Շնորհակալություն, իսկ հիմա երեխեք ցանկացած
անցնելիս մի հատ պիտի հասկանանք, չէ՞, բացի նկարելուց, բացի պատկերելուց կամ մաթեմատիկային հենց կիրառելուց, որտեղ կարող են մեր գիտելիքները կիրառել։ Այստեղ առանձնացրել են մի քանի ոլորտներ, օրինակ նավիգացիային և քարտեզներում, այսինքն մեր իմացած Google Maps ծրագրներից։ Հաջորդը տրանսպորտ և առաքում, այստեղ է շատ օգտագործում են GPS համակարգում, և խաղեր վիրտուալ աշխարհ, այդ խաղերը, որ դուք սիրում եք խաղալ վիրտուալ, դրանք բոլորը կազմվում են, գրվում են այս օրդինատորի միջոցով։ Շինարարություն և ճարտարապետություն, ավիացիա և նավարկություն, ավիացիա, որպեսզի օդանավերը երկնքում չեն կարողանան կողմնորոշվել, ոնց պիտի շարժվեն, որ կետում են գտնվում և նույնը նավերը արդեն բաց ծով։ Իսկ հիմա այստեղ նկարներում նայեք, քարտեզներ և նավիգացիա, այստեղ GPS հավելվածն է ցույց տալիս ինչպես է օգտագործում, համակարգչային խաղերում այստեղ ավիացիայում աստղագիտության մեջ օգտագործում և նաև բժշկության մեջ։ Հիմա այսպիսի մի հարց, ինչ սովորեցին կոորդինատների միջոցով, այսօր մենք ինչ սովորեցին։ Ասա, Անիսա ջան։ Գրել անմազգարանը մաթեմատիկայի։ Գրել կամ նկարել մաթեմատիկայի, այսինքն մաթեմատիկան ավելի հետաքրքիր չէ դարձավ մեր համար, ոչ միայն բաժնություններ լուծեցինք, այլ կարողացանք ավելի պատկերավոր մաթեմատիկայի գեղեցիկ կողմը տեսնել, կիրառությունը չէ հասկանալ, լավ, իսկ ինչպես կգնահատեք դուք ձեզ այս դասին։ Նախ դուր եկաք դասը ձեզ։ Իսկ դուք ձեզ ինչպես կգնահատեք, գերազանց, լավ, ակտիվ էիք, քիչ ակտիվ էիք։ Ասաթր ջան ասա, ինչպես ես գնահատես։ Լավ։ Այսինքն ակտիվ էի, բայց ինչու գերազանց չէի։ Նոր թեմա է դրանից հավանաբար, այդ պատճառով, լավ, նվեր իսկ դու ինչ կասես, կանգնի տղես, հետաքրքիր է քեզ համար, դու քեզ ոնց կգնահատես, ակտիվ էիր դասին, փորձեցիր ակտիվ լինել, չէ, ապրես, ես եմ քեզանից շատ գոհ, իսկ կա մարդ, որ մտածում է, որ ինքը քիչ էր ակտիվ ու կարող է ավելի, նվեր դու նոր, այսինքն դու ավելին կարող էիր ապրես, ուրիշ, ինչը խանգարեց ձեզ ավելի լավ լինելու համար, նյութ ավելի, Արամ ջան դու ասա, խանգարեց քեզ ինչ-որ բան, որ ավելի ակտիվ լինես, ավելի լավ նյութ ընկալես։ Ոչինչ չխանգարեց, հասկացա, բայց ես կարծում եմ, որ մի փոքր ավելի ուշադիր լինեի, ավելի լավ կարողաներ եք մասնակցել։ Տնային աշխատանք նշում եք վարժություն 572-ը և գրել կոորդինատներ, որոնք հաջորդաբար միացնելիս կստանան որևէ պատկեր։ Իսկ հիմա շնորհակալ